Արդեն միացումից մի 5 վայրկյան անցել է, արդեն մի 10 հոգի են նայում։ Բարի երեկո, այդ իմ 10 ընկերներ ջան։ Այսօր որոշեցի խոսել, որովհետև գտնում եմ, որ չխոսելը մի բան չի։ Այս մեր լուսավոր երեխեքն է զոհված, քիչ-քիչ հասակը մեծանում է։ Այս միջին կամ ասում մարդիկ են զոհված։ Նորամուսնացած տղա է։ Այս ֆոնին իհարկե մենք աշխարհի ամենաջղային երկրներից ենք։ Չգիտեմ, ես ճիշտ է թե չէ, ուսումնասիրել են, որ մենք աշխարհի 3-րդ ամենաջղային երկիրն ենք Չադից, Հորդանանից հետո։ Կարող է հայերն են սենց սարքել, կարող է իսկականից կա, բայց մենք իսկապես ջղային վիճակում ենք, որովհետև դե շատ ենք կորցրել։ Այս էլ հայկական բլեթերից մեկն է, Հայաստանի քարտեզն է, որտեղ նշված են միջին աշխատավարձերը այս շրջանների, ամենաշատը Սյունիքն է, միջինը 990,000 դրամ է, մի քիչ հավատալու չի, Երևանը 862,000, Գերույս գրել է Աննիկ Աղինյանը, որ տեսբանկոյություն չունի, միջինը 75,000 դրամ է։ Ուրեմն տղեկը ստատիստիկայի մեջ 10 անգամ խափում են։ Այս 10 անգամ խափածի ֆոնին կա այս աշխարհը, հատուկ այս քարտեզը գծել են, երևի սա էլ հույներն են գծել, բնակչության փոփոխությունն է Հունաստանի եւ Թուրքիայի միջև։ Սկսած 1927 թվականից 7 միլիոն էին թուրքերը դարել են, հիմա 10 միլիոն, թուրքերը 13 միլիոն են դարել են 84 միլիոն։ Սա գլոբալ շատ հիմնարար բան է, ստատիստիկա է, ոնց է թուրքերը բաժանում են, ինչա, կարամ ասեմ 10 անգամ ավել, եթե ոչ ավել։ Հույներն աճել են 3 միլիոն, 7 լինելով կեսը, Թուրքիայի այն ժամանակվա բնակչության կեսը, հիմա թուրքերն աճել են 70 միլիոնով, հույները 3 միլիոնով, չգիտեմ, 10 անգամ, 20 անգամ, անվերջ անգամ, Մերը չեմ բերում առացարակ մենք կործանված վիճակում ենք, այս համատությունները եւ այլն տվյալներով ես բերում եմ, որպեսզի հետո կարողանամ ազատ խոսամ։ Սա էլ նվաճողականության մի հատ քարտեզ է, այստեղ նկարագրված է, թե ոնց են ամերիկացի գրավել Ամերիկան, ըստ թվերի։ Կոնֆեդերացիան է նկատի ունեցված 1776 թվին 13 շտատներ էին, հետո սենց կամաց գրավեցին 1854 թվին իրենք արդեն ամբողջ մայրցամաքն էին գրավել, 67 թվին ռուսներից առան Ալյասկան, ամենավերջինը Հավայիները միացան 1898 թվականին։ Սա էքսպանսիայի նենց լավ ցայտուն հոյակապ օրինակ, այլ թե խելոք ազգը ոնց է զարգացել, ոնց է գրավել։ Ստեղ ապրող հնդկացիներին ոչնչացրել են, հիմա մի քանի հոգի են մնացել։ Ու իրանք համարում են աշխարհյան դեմոկրատ առաջադեմ ազգը։ Նու արդեն հետ են ընկել չինացիներից ու արևելքից հետ են ընկել, այս փոփոխությունը, իրանց պարտությունը, գլոբալ հաղթանակը մինչև մեր ժամանակները ու հիմա սկսվող պարտությունը իրենց տրամաբանությունն ունեն։ Այդ մասին քիչ են խոսում, ես կփորձեմ խոսալ։ Այս վերևում հետաքրքիր նկար է, վերևում ամերիկյան հիմնադիր հայրերն են, ամերիկյան սահմանադրության հեղինակներն են, այս իշխանությունը Ամերիկան որպես պետություն ստեղծողները, ներքևում էլ այս մեր ներկայիս բիծենա, շատ հետաքրքիր բան է ասում է, հիմնադիր հայրերը ենթադրում էին, որ Տրամփի պես մեկը եթե գա իշխանության, կարող է գալ, էլի, բայց մտներով չի անցել, որ կոնգրեսը կարող է ինքնակամ զիջի իշխանությունը այդ մեկին։ Սա մեր հետ կապ ունի։ Մենք իշխանությունը զիջել ենք մեր լակոտներին, ազգովի ենք զիջել։ Ու այս նկարը հայերը չեն նկարում։ Ամերիկացի քթել են նկարում են այս նկարը։
Հայերը մենք այդպես նկար չենք կարա նկարենք։ Մեր իրականությունը լրիվ կեղծված է։ Մինչև հիմա մենք մեզ խափելով ենք զբաղված, թե մենք աշխարհի ամենախելոքածն ենք, ես ենք են։ Ամենախելոքածը ամենավերից տակիզից երրորդ դժբախտը չի լինում։ Էս էլ ասենք թե Տրամպի վերելքի ճանապարհն է ցույց տված։ Ինքը այս մեդալը կախում է, գիտեք ում վզին։ Ուրեմն սա Շելդոն կար մի հատ մեծահարուստ, այս Շելդոնի բանն է, կինն է, Մարիամ Էդելսոնն է, ինքը Իսրայելի քաղաքացիությունն եւ ամերիկան միլիարդեր է, $100 միլիոն փող էր տվել Թրամփի ընտրվելու համար։ Պատկերացնում եք, Թրամփը ինքը միլիարդեր է համարում, չգիտեմ, կարող է ջեբում այդքան փող չունի, գրված է իր վրա։ Բայց ինքը 100 միլիոն էլ ստացել է իր ընտրարշավին, Իրանից ստացավ 60 քանի միլիոն էլ մասկից ստացավ ու դառավ թագավոր ամերիկյան, նույն թագավոր է ինքն իրան համարում, նկարներ կան արդեն թագադնում իր գլխին։ Բայց այս կինը 100 միլիոնով հաջողացրեց այնպես, որ Տրամփը դառնա հրեական քուտիկ։ Ասեց աշխարհը շատ տարօրինակ է դառել։ Մարդը հզոր բան է, ասես մարդուն որ նայեք թե բնությունը ոնց է մարդ կերծել, ինչ հոյակերտ կառույց է մարդը, որպես կենսաբանական էակ, որպես հասարակական էակ, ու եկել են 21-րդ դարում դե մենք առել Տրամպերին, Նեթանյահուներին, Նիկոլներին, Պուտիններին, այդ մասին է խոսակցությունը։ Ես ուզում եմ հայերին մի քիչ բարձրացնեմ իրանց այս նեղ երրորդ դժբախտ վիճակից ներկայացնելով համաշխարհային իրականությունը, որ իրանք մի քիչ ուրախանան։ Սա էլ Տրամպի փեսեն է, Ջարեդ Կուշներն է, իր հարստության կորն է ներկայացված 2000 թվականների ջալ տղա։ Ուրեմն այս 2007 թվականի վերջերին այստեղ ինքը ամուսնացել է Տրամպի աղջկա հետ ու հարստությունը սկսել է աճել։ Այսինքն փող է քաշել միլիարդերից։ Անցյալ անգամ էլ էի այս մասին խոսում, այս աշխարհի ինձ բան ծպտալ իրականություններից մեկն է, թե որ ազգերն ինչով են զբաղված։ Անցյալ անգամ ասեցի, որ ստիպել են որ կինը ընդունի հուդայականություն, փողն կթե կարել են, հիմա էլ Տրամպին սարքեցին իրենց խամաչիկը, Տրամպի միջոցով աշխարհ են քանդում։ Պատկերացնում եք մասշտաբները, դժբախտանոց հայկական երրորդ տեղի, ներքևից երրորդ տեղի ու երջանկանոց Իսրայելը, որը կործանել 2 միլիոն մեր աշկի առաջ գենոցիդ արեց ու մարսել է, ոչ մի խնդրեմ չունի տղեն։ Ու այդ ֆոնին հայ հрьяաների դեմը կզած ու հрьяաներին ծառայող Շալոմովը Մոսկվայից այս ուղիով Սևսոյուրով Թուրքիայով ես չգիտեմ Էրդողանին ինչա տվել որ իր տարածքով թռնի հետո գնում է Սերբիայով բանով հասնի Հունգարիա որ Տրամպի հետ խոսա այդ աչեր կարա ասել արի կամ չդկայեմ հանդիպենք այն անգամ ես եկա բան Ալյասկա մեր քեզ նվերած հողը այս անգամ էլ դու արի կամ չդկա ու սա համարվում է աշխարհի հանճարներից մեկը որը խելոք մարդ է վարում 3.5 տարի ռուսակոտրում Սլավոնա կոտրում Այսինքն տարօրինակ աշխարհում ենք հայտնվել, որտեղ իրականությունը շատ տարօրինակ նիստեր ունի, ասենք, եթե պատկերացնենք, որ ինչ-որ խորանարդի կա, բազմա օկտագոնա բանա, այդ երեսները տարբեր մեր իրականության տարբեր դեմքերը շատ են ու շատ զարմանալի։ Ինչի ենք մենք այս ներքևի վիճակում, որտեղ մեր իրականության մեջ հարց որոշում են Պետրոսի մոտ քֆուր քյաֆարով բանոնը խոսողները դրա ախպեր ռասբիրատանողները ու դա համարվում է հանրային կրթման ձև այդ ձև չի այդ հայտարարությունը Այստեղ ներկայացրել եմ օրինակի համար բաներին աշխարհի ամենամեծ մեքենա արտադրողներին հետաքրքիր գրաֆիկա Չինաստանը առաջի տեղում է 30 միլիոն գիտեք որ 30 տարի առաջ Չինաստանը մեքենայի արտադրություն չուներ։ Ռուսներն ունեն 70 թվից սկսեցին Ժիգուլի արտադրել, սկզբից 150,000, հետո պիկը տվեցին 80-ական թվականներին 200,000 էին արտադրում, դրա վրա փսկեցին։ Կես միլիոնի ես իմ հասավ չհասավ։ Ամերիկան հետ է մնացել, 10 միլիոն արտադրում էր 30 տարի առաջ, 10 միլիոն էլ մնացել է։ Այսինքն անկում է տեղի ունեցել վերջի 30 տարիներին սովետի կործանումից հետո ասին լավ է մենք աշխարհի գերերկրին կործանեցինք հիմա փողը մեր մոտ կգա հետո շարքն է Ճապոնիան է Հնդկաստանն առաջ գնացել
շատ առաջ, Կորեան է, Գերմանիան հետ անգել իրանցից, Մեքսիկան է արդեն արտադրող, Իսպանիան, Բրազիլիան, Թայլանդը։ Պատկեր այս մասին գիտեք, որ Թայլանդը աշխարհի շատ մեքենա արտադրողների արդեն ցուցակում է։ Էս էլ աշխատուժի քանակն է աշխարհում, որ ամենաօբյեկտիվ տվյալն է, եթե այդ մարդիկ զբաղված են, աշխատում են, այդ երկրի պարզակը զարգանա։ Առաջին Չինաստանն է 770 միլիոն, Հնդկաստանը 600 միլիոն, բնակչությունից է կախված, բայց կարող են չաշխատել։ Հիմա ամբողջ երկիրն աշխատում է, եւ Չինաստանն է աշխատում, Չինաստանի կեսը բնակչության աշխատում է, Հնդկաստանի կեսից մի քիչը, Ամերիկայի կեսը, Ինդոնեզիան 143 միլիոն, Նիգերիան, Բրազիլիան, Պակիստան, Բանգլադեշ, Ռուսաստանը 72 միլիոն ինքն էլ է բնակչության կեսի չափով։ Ճապոնիան կեսից շատն է աշխատող։ Ըստ այս աշխատողների քանակի կարելի է որոշել աշխարհի հզոր երկրները որոնք են, որովհետև փողային աշխարհը հետ է գնում։ Հիմա ես ցույց կտամ, կապացուցեմ, որ փողային աշխարհը հետ է գնում, առաջ է գալիս արտադրող աշխարհը, որն արդեն օբյեկտիվ է։ Ու մենք փողայինում չկայինք, արտադրողում առհասարակ չկանք։ Դա սարսափելի բան է։ Էս էլ միլիոներների քանակն է, դեռ որ առաջինը Ամերիկան է, 20 թիվն է, 24 թիվն է, 28 թիվն է, ուրեմն 20 թիվը այս վերևի մի քիչ այս անուն չգիտեմ սա ինչ անվանում։ Տեսեք 20 թվից 24 թիվ շատ մեծ աճ է ունեցել, բայց մինչև 28 էլ է աճել։ Այս Չինաստանն է 20 թվին չի ունեցել, իր տվյալը չկա, ուրեմն 24 թվի տվյալը կա, արդեն բնակչության 0.4%-ն էր, ամերիկյան բնակչության 7%-ը միլիոներ է, Չինաստանի 0.4%-ն է, Ֆրանսիայի 4 եւ այլն այս տոկոսներն են բնակչության, Ավստրալիայի 7%, Ամերիկայի պես է, բայց Չինաստանը հետաքրքիր է, 20 թվին թիվը շատ փոքր է, Ֆրանսիան էլ տեսեք թիվը փոքր է եղել 20 թվին, հետո մեծացել է, աճել են։ Ճապոնիան մոտավորապես նույնն է իրանց դինամիկան, Գերմանիան էլ աճել միլիոներների քանակով, Անգլիան, Կանադան, Ավստրալիան։ Ամենացայտունը Չինաստանի տվյալն է, որ չի ունեցել, հիմա արդեն ահագին ունի, բայց ընդհանուր քանակով, միլիոներների քանակով սկզբունքորեն տարբերվում աշխարհի մնացած երկրներից։ Սենց տվյալները հայերը չեն ուսումնասիրում, բայց սա ցույց է տալիս աշխարհի իրական դինամիկան։ Էս էլ աշխարհի երկու ամենահարուստներից, կարծեմ ձախ կողմին առաջինն է, երկրորդը այս Բեզոսի երրորդն է, չեմ անում։ Այս պահին ոնց է իրանց հարաբերությունը։ Սրան վերագրում են այս ասածը, չգիտեմ ինքն ասել թե չէ, բայց իրան է վերաբերում, ասում է դու բան պետք չի, քեզ ուսում պետք չի, որպեսզի դու բիզնեսի տեր դառնաս, բայց որպեսզի աշխատես բիզնեսի տերերի մոտ, քեզ ուսում է պետք։ Ճիշտ է ասում։ Աշխարհն այդ ձևով է փչացել։ Ուսյալ մարդը արդեն հետին պլան է մղվել իրանց մոտ։ Աճում այս տղեն է, Ամազոնի ղեկավարն է։ Ասում է բիզնեսը այն մասին է, որ դու մարդկանց խնդիրները լուծում ես ու մեջը շահույթ ես ստանում։ Ես սենց այս Բեզոսին հետևում եմ, ոնց որ հասկանում եմ միլիարդերների մեջ ամենախելոքն ինքն է։ Գիտեք ինքը ինչից է սկսել, գիրք ծախելուց։ Ինտերնետով սկսել է գիրք ծախել ու հիմա ինքը մեծ հեղափոխություն արեց։ Ինքը տպագրում է գրքերը, դու կարող ես ֆայլն ուղարկել, ինքը տպագրում է հաջորդ օրը արդեն ուղարկում է քեզ։ Օրինակ, այս գիրքը հայերեն գիրք է։ Ես այստեղ եմ տպագրել իր միջոցով։ Տպագրում հոյակապ որակի ուղարկում է քեզ, գնավոր գրքեր է տպագրում։ Ինքը մենակ այդ չի անում, ինքը հեղափոխել է աշխարհը, ինքը առևտրի որակն է փոխել, ինքը մարդկանց ապրանքը բերումա տուն է հասցնում, մոտավորապես նույն գնով ինչ որ դուք գնայր խանութ կգներ։ Խանութում ասենք թե գնալու էր մի 2-3 տեսակի միջից ընտրեիր, Բեզոսը քեզ առաջարկում է 100 տեսակի միջից ընտրություն, այսինքն ինքը շուկան է վերցրել իր վրա։
ինքը ոչ միայն վաճառող է, այլ շուկայի դեր, շուկայական վաճառող է դառել։ Շուկան ինչով է տարբերում հասարակ խանութից, շուկայում առաջարկությունները շատ են, ավելի լայնածավալ է, դու կարող ես մեծ ընտրություն կատարել։ Բեզոսն ասում է, ես մարդկանց ապահովում եմ ապրանքով, շուկայի դեր եմ կատարում, ինձ վաճառողներ պետք չեն, ինձ պետք են մենակ վարորդներ, որ կտանեն ապրանքը տեղ կհասնեն։ Բեզոսին դեռ պատասխանող չի եղել աշխարհում, թե լավ, այս մարդիկ եթե կորցնում են աշխատանքը, վաճառողները, սպասարկողը ամերիկյան տնտեսության սպասարկման 75%-ը, թե կարծեմ 80-85%-ը սպասարկման ոլորտն է։ Բայց այդ մարդիկ որտեղ են աշխատելու։ Այսինքն առաջ են եկել հարցեր, որոնք դեռ չեն քննարկվում, պատասխան չեն ստանում, բայց մարդիկ էլ այդ պատասխանը չեն առաջ մղում, որպեսզի պատասխանողներ հանդես գան։ Որտեղ պատասխանողների մեծ մասը ասում են, դե մենք մեր փողն ենք արտադրում։ Այս փողի համար հասա փողերին։ Այստեղ ես 3 նկար եմ վերել։ Այս վերևինը այս գրածա ոսկու գինն է, այսօր ոսկին բարձրացել է 2.35%-ով։ Սա ֆիզիկական ոսկին է, որը վաճառվում է խանութներում, բարձրացել է 2.3%-ով։ Սրա ներքևում այսա, որ ես բերել եմ, NASDAQ-ի աճն է։ NASDAQ-ը շուկայական ինդեքս է, որտեղ հիմնականում տեխնոլոգիապես զարգացած ֆիրմաներն են ներկայացած NASDAQ-ի կազմում։ NASDAQ-ն աճել է 1.3%։ Սա ինչ է նշանակում, որ մի շուկայի մեջ, որտեղ կա, ես էլ ասեմ նոր, սա էլ ոսկու ներկայությունն է շուկայի ներսում, բորսայի ներսում։ Սա ուրեմն շուկայական ոսկին է, այս ձախ կողմինը, աջ կողմինը բորսայական ոսկին է։ Բորսայական ոսկին աճել է 2.3%, շուկայական ոսկին, ռեալ ֆիզիկական ոսկին աճել է 2.7%։ Սա ինչ է նշանակում, որ տարբերություն կա ֆիզիկական ոսկու գնի տեմպի աճի եւ բորսայական ոսկու։ Ու սա արդեն վերջի ես 3 տվյալներով եմ ես հետևում ֆինանսական աշխարհին, սրանից ավելի լուրջ ցուցանիշ գոյություն չունի։ Դրսի ոսկին, ֆիզիկական ոսկին ավելի արագ աճում։ Նշանակում է մարդիկ վախենում են փողը դնեն շուկայական մեխանիզմով ոսկու մեջ։ Գերադասում են դնեն իրական ֆիզիկական ոսկու մեջ, տանը պահեն կամ ինչ-որ ապահով տեղ պահեն։ Բայց այն, որ NASDAQ-ն էլ է այսօր աճել, հիմնականում երբ որ ոսկին աճում է, NASDAQ-ը այդ օրը կամ չի աճում, կամ բան է աճում, կամ բացասական ալնում։ Իրանց հարաբերությունը միարժեք չի, որովհետև NASDAQ-ի մեջ ասենք թե իր կապիտալիզացիան ես չգիտեմ, երևի մի 20 միլիարդ կլինի, 20 տրիլիոն կլինի, այս ոսկու ստոկի մեջ այսքան փող չկա։ Դրա համար ոսկին երբ որ ասենք թե աճում է 2.5%, NASDAQ-ի վրա դա կարող է չերևալ։ Բայց համեմատությունը ցույց է տալիս բորսայական վիճակը։ Բորսան գերադասում է ոսկին։ Բորսայական ոսկին էլ ինչ որ իրական ոսկու բան ունի, տեսք ունի, նշանակություն։ Այսինքն մարդիկ փախչում են դեպի կայուն վալյուտաներ։ Այսինքն դոլարը սկսել է արդեն անկառավարելի անկման է հասել։ Սովետն էլ փողի ինֆլյացիա սկսել, անցանական ասել։ Այս փողատերը սա ունի 450 միլիարդ իր փողը եթե ոսկու մեջ է, ինքը հաջորդ ցիկլում կլինի աշխարհի ոսկու միլիարդ հատերը, եթե փողային է, մի քիչ կորուստ կունենա, շատ չի կորցնի, որտեղ իր փողը շատ մեծ է։ Այսինքն աշխարհը լուրջ փոփոխությունների է ենթարկվում հենց հիմա, մեր աչքի առաջ, այս օրերին, այս շաբաթներին։ Հայկական իրականությունը ռասբիրատի մեջ է։ Այդ ռասբիրատով ապրող իրականության մեջ Փակուբիր մարդիկ կան, որոնք խոսում են լուրջ բաների մասին։ Օրինակ իմ ֆեյսյան ընկերուհին նա շատ խելոք միտք ասել։ Մեծ փողերը վճարում են ոչ թե աշխատելու, այլ ծառայելու համար։ Այսինքն փողը կորցրել է իր իմաստը։ Փողը եղել է աշխատանքի էկվիվալենտ, հիմա դարձել է ծառայության, մատնության, հպատակության էկվիվալենտ, աֆյորայի էկվիվալենտ։
Հաքսլիի ասածն է, ասма կարևոր չի թե ով է ճիշտ, կարևորը թե ինչն է ճիշտ։ Կարևոր խոսք է, մենք այս հարցի առաջ ենք կանգնած։ Մեր մոտ ճշտով մարդկանց ենք մենք հետևում, բայց երբեք ոչ ճշմարտությանը։ Այսօր եկել է այդ ժամանակը, որ մարդիկ պարտավոր են իրական ճշմարտությանը հետևելու, ենթարկվելու այդ ճշմարտությանը։ Այս ինգերոջս գրառումն է Ֆեսյան, մեր կոնկրետ իրականության մասին է։ Սա էլ իմ միտքն է։ Հայոց խնդրը հարցերը քննարկելու եւ լուծումներ գտնելու փոխարեն հարցերը ծամծումելն է ու ծամծամածն իրար որպես դելիկատես հրամցնել։ Այս են կանում։ Դուք նայեք թե ինչ է հայկական իրականության, Պետրոսի մեջ ինչ է տեղի ունենում, կողքում են իրար բերան, իրանց ծամծամածը, ոչ թե ճշմարտությունը, այլ ռազմբիրատի բանը, դուխը։ Մենք իսկապես սարսափելի ենք հետա մնաց։ Այս էլ միտքավորը կարող է որոշները օգտագործեն։ Անձի վախկոտությունն իր գեներից է, ազգինը իր արժեքայինից։ Արժեքայինն էլ նրանից է, թե ազգնում է լսում, իր տականքին թե փայլունին։ Մինչև հիմա տականքին եք լսել։ Երբ է դա դուրս գալու մեր միջից, շատ ծանր հարց է, որովհետև Ես ասեմ, անկախություն մտանք վերգոններով, օհաններով ու սովետում գոյացած մի բուր ծռերով, որոնք անկախության ջատագովներն էին գնացին ֆրոնտ, զոհվեցին ֆրոնտում։ Ծռերին կերանք ռազմաճակատում, մնացինք ցռաններով ու ձենովներով։ Իմ կռիվը երկուսի դեմ է։ Սկզբից ձենովների դեմ է, հետո ցռաններն իրենք իրենց կանհետանան, որովհետև ձենովներն են իրականության տեր դարել մեր մոտ։ Որպեսզի ձենովները վերանան ու նորմալները մեջտեղ գան, ճշմարտությունը մեջտեղ գան, պետքա ճշմարտությունը հարգվի։ Ամերիկյան կլասիկ փիլիսոփաներից մեկն է, Նոամ Չոմսկին է։ Ասում է ոչ մեկը չի պատրաստում քո ճշմարտությունը քո ուղեղի մեջ լցնել, ամերիկյան խոսք կա, էլի։ Դու պարտավոր ես ինքդ գտնելու այն։ Ես էլ Կարլ Սագանն եմ, մի ուրիշ փիլիսոփ է, ասում է ոչ մի բան ինձ այնքան չի անհանգստացնում, ինչքան հիմարության փառաբանումը։ Լսեք, ինչ հարց քննարկում ես համաշխարհային մտքից, Հայաստանում դրա հակառակն է։ Մեր մոտ միայն հիմարներն են փառաբանված։ Այս տարօրինակ բան է։ Ես էլ ռուսական իրականությունից եմ։ Образованного человека вычислить несложно, в его мате содержится смысл. Լավ խելոք խոսք դրա համար կստանալ կայացնել։ Այսօրվա ասելիքս ես վերջացրեցի, այս սա թարգմանեմ ու ասեմ առաջ։ Ասում եմ հերո մնա այն մարդկանցից, որոնք քուչիկերը բանի տեղ չեն դնում, բայց հենց մի հատ փոքր սխալ արեցիր, իսկույն երեսով են տալիս։ Ես միշտ այս վիճակում եմ եղել։ Իմ ոչ մի ճիքը կարած գործը չեն գնահատել, բայց Աստված չանի մի փոքր սխալ անեմ, երեսով են տալիս։ Մի սարսափելի բան։ Այսօրվա խոսակցությունը տեսակ այս կոնտրաստները ինչ սարսափելի էին։ Համաշխարհային իրականություն, հայկական իրականություն։ Դրանք երկու անտիպոդներ են։ Մենք չենք կարող մոլորակից դուրս ապրել։ Մենք պարտավոր ենք հաշվի նստել մարդկային, ֆիզիկական, փիլիսոփայական, սոցիալական ճշմարտությունների հետ։ Բարի եղեք, գալ դրան։ Դրա համար գիրքս նորից ցույց տամ։ Դուք ոչ մի տարբերակ չունեք, բացի այն, որ գիրքը գնեք։ Այսօր այդ գիրքը ստեղ չի, մոտս չի։ Խանութներում կլինեն արդեն նայեք քաղաքագիտության գիրքն է, քանի որ իմ 10 ընկերներն են լսում, ես ասեմ, այդ Ժորժան, գիտեք, որ գրքի մասին է խոսքը։ Ձեր խնդիրն է, որ 10 հոգին դառնա 100, դառնա 1000, ոնց որ տեսեք թուրքերը աճել են մի դարվա ընթացքում, անվերջ շատ անգամ աճել են մեր համեմատ, հույների, մյուսների համեմատ, հիմա էլ իրանք առաջընկած վազում են առաջ։ Եթե մեր հետընթացը շարունակվեց, այս լեզուն կվերանա, հայը արդեն վերացել է, բայց մի հատ հաշվի առեք, էլի հայերեն լավ լեզու է։ Ես չգիտեմ
ինչ հայրերը, ինչ նախորդներ ենք մենք ունեցել, նախնիները, որոնք այս հոյակապ լեզուն ստեղծել են։ Լեզուն, գոնե լեզուն մի կորցրեք, էլի։ Դրա համար ճիքեր գործադրեք, իրականությունը փոխելու վերաբերյալ ես ինքս եմ խոսում, երբեմն Բարիս Մուրազիի հետ եմ խոսում, աշխատեք լսել նրանց, ովքեր միտք են արտահայտում։ Նույնիսկ քֆուրով միտքը, ռուսների ասած այս խորը միտքը, հաշվի առեք, էլի, որ դուք քֆուրով մի առաջնորդեք, այլ հակառակը, եթե քֆուր կամ այդ քֆուրի մեջ իմաստն անեք։ Իհարկե հարցը դոգի պես քֆուր տալու մեջ չի։ Այսօր էլ այսքանը։